Գիտեք ամենահետաքրքիրը ինքան ուժեղ էր, որ առավոտը սենց նայում էի գիրքը, նայում էի իմ գրառումներ ու հանկարծակի մի հետաքրքիր բան, սենց գիտեք ինչ, երբեմն սենց նկարներ կա, որ սենց խոսքի մեջից սենց լույս է բացվում ու մի հետաքրքիր թեմա առաջ եկավ։ Գայթակղության ժայռեր։ Գայթակղության ժայռեր։ Գիտեք, երբեմն ժայռեր կան գայթակղության, որ երբ որ դու ընկնելու ես այդ ժայռի վրա, փրկվելու ես։ Եվ գիտեք, շատ անգամ մենք մտածում ենք, որ չի գա գայթակղությունը։ Ես ձեզ բարի լուր ունեմ։ Ձեզ բարի լուր ունեմ։ Ղուկասի ավետարան 17-րդ գլուխ առաջի խոսք։ Շրջվի կողքին դասով բարի լուրը։ Հիսուսն ասում է իր աշակերտներին, անհնար է որ գայթակղություններ չկան։ Ասում է անհնար է որ չգա գայթակղություն։ Գայթակղությունը գալու է։ Դու չես կարող խուսափել գայթակղությունից։ Գիտեք իմ կյանքում ինչ կա որոշում։ Սա իհարկե մի հատ թեմա կա, այսա դրա մեջ չէի գրել որ դասեի։ Իմ կյանքում այսպիսի մի որոշում կա։ Եթե ինչ-որ մարդիկ 20,000 դրամից ավել նվիրատվություն են տալիս ինձ, որ ես դու բերեմ եկեղեցի, վերցնելուց հետո բուկվալ ամենաշատը 5 րոպե հետո մենք ծառայական չաթ ունենք կամ մարդիկ կան, որ ես իրաց գրում եմ, այսքան գումար են օգնել։ Հիմա կասես խի, ինչի համար։ Ասեմ ինչի համար։ Որտեղ ֆինանսները երբեմն կարողանում են խոսել։ Ու որ մի քիչ մեծալով ֆինանսներ ավելի շատ են կարողանում խոսել։ Ու ձեզանից ոչ մեկ չգիտի այդ ծրարի մեջ ինչքան գումար կա։ Որպեսզի մանձը չգայթակղվի, ես միանգամից գրում եմ երեխեք այսքան մեծ գումար են օրհնել։ Եվ որ արդեն երեխեքը գիտեն որ այդքան գումար է օրհնված։ Այն ինչքան ուզում են գումարները խոսեն, դու արդեն գիտես որ դու ապահով ես։ Այն ինքը չի կարա քեզ գայթակղվի։ Գիտես որ քեզ 2000, $5,000 փող են տալի որ դες կտար եկեղեցի։ Ու ոչ մեկ չգիտի դրա մասին։ Մեկ տվողը գիտի, փոխանցողն էլ չգիտի մեջը ինչ կա։ Մեկ էլ վերստողը գիտի։ Գիտեք իմ կին էստեղ վկա է որ մենք ծրարը բացենք, ես մի անգամ ես վերցի հեռախոսը զանգի երեխեքին։ Երեխեք այսքան մեծ փող են օրհնել։ Կասես ինչի համար։ Առաջին իմ ապահովության համար։ Որ հանկարծ ես չգայթակղվեմ։ Այն կանաչները մեկ-մեկ ինձ են խոսում որ տղա ես դիմացի։ Հիսուսը անհնար է որ չկան։ Այսինքն կան ժայռեր, որի վրա ընկնելուց հետո դու փրկվելու ես։ Եվ ինչ բանա գայթակղությունը, դա հրապուրանք է, դա գրավչություն է, դա կախարդություն է, դա մոլորեցնելու ձև է։ Որը որ գայթակղությունը գալիս, ուզում է քեզ մոլորեցնի։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիրը։ Առաջին մարդը ես 4 հերոս եմ վերցրել Աստվածաշնչից, ու այդ ժամանակը միշտի մեջ չունի։ Բազում է ինձանից առաջ, բայց փորձեմ տեղավորվել ու հասնել։ Առաջի հերոսը, որը որ վերցրել եմ Աստվածաշնչից, եւ առաջի գայթակղության ժայռը, դա գիտեք ինչն է, դա նյութական աշխարհն է, դա ֆինանսներն են, դա նյութն է, որը որ քեզ միշտ գայթակղում է։ Եվ կար մեկը, որի անունը Բաղամ էր։ Գիտեք ինքը ով էր։ Ով գիտի Բաղամը ով էր։ Բաղամը մարդ չգիտի։ Ժողովուրդ դուք Աստվածաշունչ չեք կարդում, մի հոգի գիտի։ Բաղամը դա մարգարե, դա թվոց գրքում է գրված։ Մարգարե, որը որ անմիջական լսում է Աստծուն ու փոխանցում է։ Դուք պատկերացնում եք, հիմա շատերը երազնկացնում են, ահա Տերես մի հատ խոսար հետ ես։ Բայց դե Բաղամը հետ խոսում էր։ Ինքը մարգարե էր։ Այս ուրիշ բառերով ասած Աստծո բերան էր մարդկանց համար։ Եվ հանկարծ գալիս են Բաղամի մոտ, այդ ամենը դուք կարող եք կարդալ թվոց 22-րդ գլխում։ Բաղամ, ինչքան փող տամ որ Իսրայելին անիծես։ Փող, ոսկի։ Թվոց 22 չեմ ուզում այդ կարդալ, որտեղ ժամանակից չի իրիքելու այդ ամբողջը կարդամ։ 22-րդ գլխում կտեսնեք։ Ինչքան փող տամ, որ անիծես, որտեղ Աստծո խոսքը ասում ում անիծես անիծված, ում օրտես օրտնված է։ Բաղամ մի կողմում նայում է փողերի քսակին, ոսկիները շողշողում են, մի կողմն էլ նայում Աստծուն։ Ասում այսպես մի բան պայմանավորենք։ Գնամ տենամ ինչ Տերը կասետ էլ կանեմ։
Իրա կարճ խելքով ինքը մտածում է, որ հեսա այդ համ տերը իրոջը համոզեն, տերը համաձայնվի ես անիծեմ Իսրայելին, ինքը փող կունենամ։ Գիտեք սա ինչի է նման։ Սա նման են մարդկանց, որոնք որ թողում են ծառայությունը, թողում են եկեղեցին, թողում են իրոջ գործը ու գնում են ոսկու փայլի հետևից։ Հուդայի թղթում, Հուդան են Հուդան չի որ մատնեց Հիսուսին։ Մի հետաքրքիր բան կա գրված 11-րդ խոսքում։ Նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Վայ նրանց, վայ է տալիս, գիտեք նրանց, որոնք Կայենի ճանապարհով գնացին եւ Բաղամի մոլորությանը պես ցանկության վարձքի հետևից գնացին։ Փող լինի, փող, գիտեք, այս աշխարհը հիմա փող։ Գիտեք, ես մեկ սոցիալական ռոլիկներ եմ նայում, մոտենում են զույգերին, ես չգիտեմ դա իշխանով է իրական իշխանով չէ։ Մոտենում է զույգերին, ասում է, խոսքի օրինակ, $1000 փող կտամ ընկերուդ թող։ Ասում է չէ։ Ասում է 2000 կտամ։ Ընկերուին նայում է տղային, տենա ինչ արձագանքում, 3000 կտամ։ Հենց մի քիչ թիվը բարձրացնում, դավայ տվեք։ Մեկը դեմս այդ ընկերուին սունկով տալիս է գլխին, թողում գնում է։ Այսինքն 5000-ի տեղ ինձ ծախեցիր։ Նայեք, առաջի գայթակղությունը դա գիտեք նյութն է, ֆինանսն է, որ շատ անգամ գիտեք քրիստոնյաները գայթակղվելով ֆինանսի վայր են ընկնում ու գիտեք ծբխվում են։ Այդ ժայռի վրա ընկած թե չէ։ Գիտեք շատ անգամ մարդը հենց փողի համար պատրաստ ամեն ինչի։ Գիտեք 44 օրյա պատերազմի ժամանակ գիտեք մարդիկ կային որ $200, $500 երեխեքի տեղ էին, ասե պոստերի տեղ էին ասել։ Կոորդինատներ էին վաճառել եւ թշնամին այդ կոորդինատով սնարատով խփել էր մեր երեխեքին։ Այդ մարդիկ ոմանք բռնվել են, չգիտեմ դրանց դատը վերջում ինչ եղավ, բայց վաճառել էին, հասկանում եք։ Դրամով վաճառել էին մեր երեխեքի պոստերը։ Որտեղ է այդ կոորդինատները։ Ոմանք ինտերնետով կապնվում են, գումար են փոխանցում, եւ գիտեք ինֆորմացիա են վերցնում, վաշտերի տեղը, զորամասերի տեղը, քանի տանկ կա, էս կա, ինքը հասկանում եք, մարդիկ պատրաստ են եղել դրամի դիմաց երեխաների կյանքը զոհաբերելու, կարևորը ինքը $500 փող ունենա։ Գիտեք, ես երբեմն ասեմ, կներ գարի ես $1000 կտայի, բայց այդ 10 երեխուն, 5 երեխուն, 1 երեխու կյանքը ինքը չվաճառեր։ Ես իմ մեքենան կվաճառեի կտա այդ մարդկանց, բայց իրանք չվաճառեն զորամասի տեղերը։ Որ այսօր մեր երեխաների շիրիմներ չլեն, այսօր այդ երեխաները առողջ ապրելուց լինեին։ Դրամի դիմաց։ Առաջի գայթակղությունը սա է, ասել եք եղեցի կամեր մարդիկ ովքեր որ մեզ կնայեք։ Զգուշ եղեք դրամները կարողանում են դաժան տեր լինել, բայց լավ ծառա կարան լինեն։ Ու դու ես որոշում գայթակղվես դրան թե չէ։ Երկրորդ բանը, երկրորդ հերոսը, որ ասենց արագ ուզում եմ ասնեմ, դա Սամսոնն էր։ Դա գրված է դատավորած 13-ից 16-րդ գլուխներ ամբողջ այդ պատմության մեջ է։ Աստված իրան դիրք էր տվել, պաշտոն էր տվել, ինքը դատավոր պետք է լիներ, օծություն էր տվել։ Բայց գիտեք այդ դիրք իրան գայթակղեց ու ինքը անարգեց Աստծո օրենքը։ Կատեգորիկ Աստծո օրենքում արգելված էր դին մոտենալ։ Կատեգորիկ արգելված էր։ Բայց ինքը գիտեք ինչ արեց։ Հələ ոչ թե առուծի դի մեջից ինքը մեղերը կերա, մի հատ էլ իր հորնումորը կերցրեց։ Մեղր էր գտել։ Գիտեք ինքը իր դիրքը օգտագործեց ու գցեց մարդկանց մեղքի մեջ։ Եվ գիտեք շատ անգամ հպարտությունը կամ դիրքը, երբ որ մարդուն գիտեք ես ինչ եմ տեսել, շատ անգամ մարդկանց ծառայության մեջ մի ինչ որ պատասխանատվության ես դնում, մարդը մտածում է այն մի հատ մուլտիկա, ասում է Սամի։ Միջև իրան ինչ որ մի ծառայության դնելը, այնքան խոնար, եղբայր էր կամ քույր էր, հենց ծառայության դրեցին, մեկը սուբետ մունաթով խոսալ։ Այդպես մի դեպք եղավ, այստեղ չէր։
ուրիշ տեղ է ես ծառայում։ Մի խմբակ էինք սկսել, արդեն բավական մեծ խմբակ էր, մի եղբոր ուզեցա ուղղակի դնել այդ խմբակի ծառայության պատասխանատու։ Գիտեք, ես իրան դրեցի այդ խմբակի պատասխանատուն, անցավ մի կարճ ժամանակ, գիտեք ինքը ոնց էր այդպես խոսում արդեն։ Ինչ ես ինձ տենց ասում։ Ոսկի զանգելես մարդուն շնորհավորական ուղերձ ես ուղում ու ասում ես թող Տերը քեզ օրհնի, ավելի խոնար, ավելի հնչի ես խոնար չէ։ Այսպես են ինչպես են կազակները ֆուտբոլ խաղում մուլտիկ կա, որ բոլորի գլխից են հարցական նշան լուր։ Ասում ես, հա՞։ Ասում եղբայր, ես քեզ մաղթանք եմ տալի։ Ասում ես խոնար եմ։ Ասի ճիշտ ես ասում։ Ասես ձեռը որ քեզ դրել է ավակ, ես մյուս ձեռը ծեծելով քեզ հանելու եմ։ Ու գիտեք, միջև հիմա այդ տղան, գիտեք, ոչ մի հաջողություն չունի։ Բավական է մարդուն մի հատ դիրք տաս, մեկ էլ քիթը մի անգամից բարձանում է։ Ես ցավալի գիտեք ինչու՞մն է։ Դու ծնում ես ծառայություն, մարդուն ձեռնադրում ես այդ ծառայության մեջ, մեկ էլ մարդը մտածում է, որ ինքը արժանի էր, որ ինքը չլներ, էդի չեր լնելու։ Մի բան ասեմ ձեզ, սիրելի եկեղեցի, որը քիթս բարձացավ, մի հատ ապտակ է գալու, չգիտեմ որտեղ, ու մի ուրիշն է գալու այստեղ։ Մի ուրիշն է գալու, ով էլի խոնար է ծառայելու։ Բայց երանի ինձ, երանի քեզ, երբ որ Տերը մեզ մի բան վստահել է, մենք խոնարհաբար ծառայում ենք ու մեր դիրքը ոչ թե մեզ հպարտացնում ու մենք բոլորին վերևից ենք նայում։ Ու ինձանից մի 20 տարով մեծ են ասում, աղջի չես կարող ես սենց անես։ Ասես մեղա քեզ Տեր։ Մորը թայ մարդա, կինա։ Հորը թայ մարդա, մորը թայ կինա։ Ոնց ես հետը խոսում։ Ու գիտես, ես նման մարդկանց տեսել եմ։ Եվ գիտեք, այդ մարդիկ այսօր ես չգիտեմ, հոգևոր ասպարեզում էլ չկան։ Չկան։ Որովհետև դու մի փոքր մարդուն դիրք ես տալի, մարդը մտածում է, արդեն իր սուրը աչ ու ձախի կտրում է, ում ուզում ինչ ուզում կար ասի։ Գիտեք, այդպես չի։ Գիտեք, Սամսոնի վրա կար օծություն։ Եվ այդ օծություն ինքը մտածում էր, որ հավերժ է։ Ինքը ոչ մի Աստծո օրենքին չէր հնազանդվում։ Բոլոր օրենքները խախտում էր։ Հրեական օրենքում արգելված էր հեթանոսի հետ ամուսնանալ կամ կնության վերցնել։ Ինքը հատուկ գնում էր փղշտացիների մոտ, ասում էր փղշտացի աղջիկները ինձ ավելի դուր են գալիս, քան հрьяաները։ Եվ վերջում այդ փղշտացի աղջիկը դիրքը կտրել տվեց։ Սելիս, երբ որ քեզ ինչ-որ ծառայություն են հանձնարարում, կամ ինչ-որ մի հատ դիրք են տալիս քեզ եկեղեցում, դա նրա համար չի, որ դու պլետը վերցնես ու մեզ մարդկանց ջանին։ Դա նրա համար է, որ դու ավելի խոնարհվես ու ավելի սկսես ծառայել։ Երբ որ դու խոնարհվում ես, սկսում ես ծառայել, դու Տերը քեզ ավելի է բարձրացնում։ Գիտեք, երբ գալիս է դիրքը, ֆինանսական գայթակղությունը, խոնարհությունը չթողնես։ Հենց սկսեցիր խոնարհվել, գիտեք ինչ է լինելու։ Մենք 44-րդ պատերազմի ժամանակահատվածում էր։ Մենք լցվել ենք եկեղեցու ծառայողները, ոմանք դիրքերում պատերազմ էին, ես չեմ զորակոչվել եւ ծառայության մեջ չեմ եղել, ինչ-ինչ պատճառներով։ Ես գնացել էի պատերազմ իմ պարագայով, իմ դիրքով ծառայելու եւ օգնելու։ Եվ մենք մեր եկեղեցական ծառայողական մեքենաներով, մի խումբ ծառայողներով մենք կանանց ու երեխաներին դուրս էինք բերում Արցախից, այն ամենավտանգավոր տեղերը կայլասենամերը մենք էինք գնում, հանում էինք կանանց ու երեխաներին եւ այն ինչ որ պետք էր անհրաժեշտ էր, ջուր էր, սնունդ էր, հագուստ էր, զորքի համար մենք նաեւ տեղափոխում էինք մեր ծառայողական մեքենաներով, մենք համարը գիշեր ցերեկ մեքենայի ղեկին վարում էինք, երկու հոգով նստած էինք ու հերթափոխով քշնում էինք մեքենաները։ Եվ գիտեք ովքեր որ եղել են Արցախում կամ Ստեփանակերտում, Ստեփանակերտի վերևում մի տանկի արձան կար, տանկ էր կանգնացած որպես արձան։ Եվ մենք դեռ չէինք հասել այդտեղ եւ ոնց որ Ստեփանակերտի գլխով մի հզոր սենց հրթիռ էր անցավ մեր դեմով ու Շուշիի գլխին, եթե չեմ սխալվում կամ ատսեր կամ ինքնաթիռը խփեց։ Ես ու մեր ծառայողներից հիմա մենք ծոր մեր ավակն էինք, միսիայի ղեկավարներ, քսով էինք։
Գիտեք, այդ ձայնից ես գլուխներս կախեցինք։ Մտածելով որ մենք գլուխներս կախենք, այդ հրթիռը չի խփելու մեքենայի։ Դա գիտես ռեֆլեքս է։ Եվ հետո իրա շոշափում էինք, որ ոնց որ ողջենք 15 հոգի կին ու երեխա կար մեքենայի մեջ։ Սենց խցկում էինք մարդկանց ինչքան հնարավոր շատ մարդ տեղափոխելու, անելու, որ չզոհվեն մարդիկ։ Եվ դες գլուխները սենց ցածրացրին, մտածելով որ գլուխները ցածրացին, մեքենան չի խփելի։ Դա ռեֆլեքս է։ Ես քեզ ուրիշ բան ասեմ, երբ որ գալիս է գայթակղությունը, եւ որ դու իրականում խոնարհվես, ինքը քո վրա անցնելու է։ Եվ քեզ ոչինչ չի լինելու։ Բայց երբ որ քիթդ գլուխդ տնկած կանգնում ես, քեզ հարվածելու վայր ես ընկնելու։ Եվ որ գալիս է գայթակղությունը, որ դու խոնարհվում ես, քեզ վնաս չի լինում։ Որտեվ Հիսուսն ասեց ինձ նմանվեք։ Որտեվ ես հեզեմ ու սրտով խոնարհ։ Հեզեմ ու սրտով խոնարհ։ Եվ որ գալիս է ֆինանսական գայթակղությունը, սկսի խոնարհվել։ Եվ որ գալիս է դիրքի հպարտության գայթակղությունը, սկսի խոնարհվել։ Հենց խոնարհվեցիր գայթակղությունը քո վրայով անցնելու է։ Մենք մի հատ մեր ժամանակում գրականության գրքերում այսպիսի մի բան ունեին գրված, ես չգիտեմ հիմա դա կա թե չէ։ Ձկնիկի մասին։ Ձկնիկ, ասում է լողտու, լողարա, հա? Իջի ջրի հատակը, իջի հատակը, միջև որ անցնի վտանգը։ Ու ասում է ինչ արեց ձկնիկը, ինչ չլսեց ձկնիկը, հա? Հոպկուլ տվեց նավորդը ու ինչ եղավ, կարթը մնաց կոկորտը։ Բոլոր սերունդը անգիր գիտի, բրավո, եկեք ծափարենք ձեզ, հա? Գիտեք դա իմ համար ինչ է, դա ձկան հպարտությունն էր։ Ոնց կլնես իշտեմ խորը, ես պետք է որդը ուտեմ։ Ես այդ որդը պետք է ուտեմ։ Կերավ, ինչ եղավ։ Գիտեք այնքան ծառայողներ են եղել, այդ որդը կերել են, ու այսօր չկան։ Չկան եկեղեցում, չկան ծառայության դաշտում, բայց իրենք կարող էին այսօր հզոր սյունելն էլ եկեղեցում։ Որտեվ այդ որդը իրանց հետաքրքիր է։ Փոխանակ իրենք խոնարհվեին, ու այդ որդը անցներ եւ իրենք գայթակղության մեջ չհայտնվեին, որդը կանչում էր, դες ինչ համով եմ, գուցե սեն շորորում էր։ Գիտեք, կուլ տվեց որդը, կարթը մնաց կոկորտը։ Գիտեք, ցանկացած մեկը, երբ որ գալիս է գայթակղությունը եւ ինքը չի խոնարհվում, չի իշտում ջրի հատակը միջև անցնի վտանգը, այդ գայթակղությունը մնում է կոկորտի ոնց որ Սամսոնինը մնաց։ Հելավ ուզեցավ կապերը կտրել, տեսավ այդ ուժ չունի, որտեղ Դալիլան մազերը կտրել էր։ Եվ գիտեք, այն մարդը, որ Աստված դրել է իր ժողովրդի վրա դատավոր, իշխան, գիտեք ինչ են անում։ Էշի ջաղացի քարը պտտում էր ու փղշտացիների համար հաց էր սարքում, որ իրանք ուտեն գնան իսրայելացիներին սպանեն կամ չգիտեմ թալանեն։ Գիտեք, երբ որ դուք ձեր դիրքի մեջ չեք խոնարհվում, վայր ընկնելը ցավոտ է։ Հետո դուք թշնամու համար եք անելու։ Հետո դուք թշնամու համար եք ծառայելու։ Սա վտանգավոր է։ Դու պետք է զգուշ լինես գայթակղվելուց։ Այդ ոնց եղավ, երեք մեկ այսօր երկու մեկը երգում ես, ես 3 տարի ես աթոռը տակացնում եմ, ինձ ոչ մեկ չի ասում երգի։ Գիտես, ինքան կարևոր է քո սիրտը։ Ինչ կա քո սրտի մեջ։ Աստված է ամենը տենում։ Գիտեք, մարդիկ կան ամբողջ ժամանակը պայքարում էին։ Ես ուզում եմ փառաբան, ասում չէ, դու չես կարող փառաբան։ Ես ուզում եմ փառասում, ինչ ես ուզում փառաբան։ Ինչ ուրիշ տեղ չես ուզում ծառայես։ Խի փառաբանությունը երևում է դրա համար։ Մարդը ասում է, ուզում եմ ծառայեմ, ասում եմ, խնդրեմ, լիքը ծառայություն կա, չէ, ես ուզում եմ քարոզեմ։ Ինչի համար, որտեղ ես միկրոֆոնը, գիտեք, 10 հատ միկրոֆոն կա, կանամ տամ բոլորի, ովքեր որ ուզում են։ Գիտեք, մենակ քարոզելով չի։ Եկեք հասկանանք, ես ինչ որ քարոզում եմ, ապրում եմ, թե չէ։ Ապրում եմ, թե չէ։ Մյուս հերոսը, որի մասին ուզում եմ մի փոքր խոսել, որ հասցնեմ, դա Դավիթն է։ Խոսես Հովիվ ջան, մի Դավիթի մասին ինչ ես ասելու։ Ինքը Աստծո սրտի համեմատ մարդ էր, այո։ Այո, ինքը Աստծո սրտի համեմատ սիրտ ուներ։ Բայց գիտեք մի բան եկավ, գայթակղություն։ Այ Վերսաբե, ինչի այդ օրը որոշեցիր էներ կրիշի վրա լողնայի։ Ուրիշ տեղ չունեի լողնալու։ Այդ ամբողջ պատմությունը գրված է երկրորդ թագավորը 11-րդ գլխում։
երրորդ գայթակղության քարը, որի վրա երբ որ դու անզգուշ ես լինում ընկնելու ես ու սենց ծպղվես, դա ոչ օրինական կապերն են։ Այդ օրը զորքը դաշտում կռվում էր, Դավիթն էլ որոշել էր քնել տունը։ Հելա բալկոն երևի մի հատ էլ կներ եկել, ես չմրթում էր, ասես բաներ էր անում, եկել տի, վեսա բե։ Ո՞ց կտա լողնալու, են էլ կրիշում։ Այն ժամանակին բաղրիկների չէր է, երևի տաշտիվ է ջուր լցում է վրա կլողնում է, ես չգիտեմ ոնց էր, սա ուղղակի պատկերացումն է։ Գիտեք, Դավիթը տեսավ եւ գայթակղվեց։ Դավիթը տեսավ ու գայթակղվեց։ Հետո գիտեք ինչ։ Սկսվեց գայթակղության հետևանքները։ Գայթակղվելուց հետո այդքան հարեմ ուներ։ Այդ կինը լուր ուղարկեց, ես խաբարես որ երեխա ենք սպասում քիլից։ Վաու, ասեց, ես ինչ ես ասում։ Կանչեք մարդին։ Պատերազմի դաշտից կանչեք։ Կանչեցին։ Ասես գնա տունդ։ Ասես չէ, թագավոր ջան։ Ուզում էր ամեն ինչ ծածկեր։ Չէ, թագավոր ջան, ոնց կլինի բանական դեղ ես գնամ տունս կնգաս մոտ պարկեմ, դες բան չկա։ Առաջ օրը չկարծավ համոզել, երկրորդ օրը, երրորդ օրը ասեց եկեք խմցնեք սրան։ Դուք արդեն ինքը մոռացել էր Աստծո մասին։ Ինքը մենակ մի բանի համար էր կենտրոնացած։ Հանկարծ իր արարքը ջրերես չհելի։ Գիտեք, երրորդ դաժան գայթակղությունը, անօրինական կապերը, որ հանկարծ իր արարքը ջրերես չհելնի, մարդ արդեն չի լսում Աստծուն, չի լսում ոչ մի արժեքի, ինչի վրայով ասես անցնում է, որպեսզի իր սև գործը ծածկի։ Մենք հայրս մի բան ունենք, չէ՞, ասում են որ ցանտակը ուշ շուտ հելելու երես։ Կանչեց մարդին, խմցրեց, որ չջոգի մարդը։ Եկան ասին Դավիթ, Ուրիան անդրդվելի է, չգունում տուն։ Ասեց, բա ինչ անան։ Հա, ասեց, օրենք կա։ Երբ որ կնոջ մարդը մեռնում է, այդ կինը կարա կնության գնա։ Վերցես մի հատ նամակ գրեց։ Ուրիային դնում եք պատերազմի այն ամենաթեժ կետում, հետ եք քաշվում եւ թող պատվով հայրենիքի համար զոհվի։ Ուրիայի անունը բարձր կմնա։ Ես էլ իրա կնգան կառնեմ, ամեն ինչ կծածկվի։ Մեկ էլ մարգարեն եկավ։ Ասած լսի, մի հատ հետաքրքիր պատմություն կա։ Մեկը մեծ փարախ ուներ։ Լիքը գառներ ուներ։ Ու իրան հյուր եկավ։ Իսկ մի հոգել կար, որ մի հատի գառնուկ ուներ, որ այդ գառնուկին իր ծոցն էր քնացնում, խնամում էր, պահում էր։ Ասում ես մարդ ասես գնացեք այդ գառնուկը բերեք մորթեք իմ հյուրերի համար։ Գիտեք Դավիթը տեղից թռավ ասեց, այդ մարդը մահվան արժանի, ասեց մարդը դու ես։ Նոր Դավիթի միտքը բացվեց, նոր գայթակղությունը գնաց, հասկացավ ինքը ինչ արել։ Գիտեք շատ անգամ գայթակղությունը, գիտեք ինչ անում, քո միտքը կապում է, դու ոչինչ չես հասկանում, ոչինչ չես տեսնում, ոչինչ չես լսում, մենակ դա ես տեսնում։ Ու գիտեք որ մարդը տրվում է գայթակղության, վայր ընկնում այդ քարի վրա ու ծպղվում է։ Ու գիտեք մարգարեն ասեց, այն երեխան, որ այդ կնոջ որովայնում ինքը մեռնելու է։ Քուրձ ու մոխիր ագած ընկել էր Աստծո առաջ, ասում էր թող այդ բանը չլինի։ Եկան ասեն երեխան մեռավ։ Հելա լվացավ, փոխանակ հիմա քուրձ ու մոխիր ասած, մեռել արդեն ինչ քուրձ ու մոխիր ատնել։ Ու գիտեք հետևանքը տեսնում ենք։ Գիտեք այս երեք գայթակղության քարերը, սելի եկեղեցի կամ էլ մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, այսօրվա ժամանակահատվածում ամենագայթակղիչներն են, որովհետև կարդացեք Տիմոթեոսին ուղղված նամակների մեջ ասում է վերջին օրերում մարդիկ այսպես են լինելու, արծաթասեր են լինելու, ամբարտավան, հպարտ, հայոյիչ, ծնողների աննազան, գայթակղության տրվող, ասում ավելի շատ հեշտասեր լինելու, քան աստվածասեր, այսօր բոլորը հեշտ բան են ուզում, ոչ մեկ այսօր չի ուզում աշխատի։ Ուզում են ամբողջ օրը տունը նստեն ոտի վրա, գցես մեկ էլ առօտել են տեսնա սառանը բացեն։ Այս վերջերս մետաքրքիր նյութ էի կարդում,
տղան մամային նամակա գրում, թե զանգում ասում մամ, ինչ որ մաման գնացած է լինում, թե ինքը առանձին ապրելուց լինում, թե մեկը ասում մամ, ինչ որ բան ճիշտ չի աշխատում մեր տանը։ Ասում ինչ եղե բալես։ Ասում առավոտ շորերս թողում եմ տուն, գնում եմ գործի իգունը գալի տեմ շորերս նույն տեղում է։ Ասում ես ամեն օր սարանը բացում է, սարանը լիքն է, հիմա սարանը բացում, սարանը դատարկ է։ Ինչ որ բան փչացել է, չի աշխատում։ Ասում ես գալիս է տեսնում ես շորերս լվացած, արտուկած դրած էր, հիմա գալիս են որ շորերս փռած, դες փռած է։ Գիտեք մաման տունը չէր։ Սելիս իրականում այսօր մարդիկ հեշտ են ուզում։ Գիտեք այնքան հեշտ է։ Սելի տղամարդիկ գնալ ուրիշ հետ քաշ գալ, ժամանակ անցկացնել, գալ տուն կանանց վրա մունատ գալ։ Սելի քույրեր այնքան հեշտ է։ Նույն հակառակ բան անել ու ամուսների վրա մունատ գալ։ Դու լավ մարդ չես կարող ապահովես։ Այ վալոդը ապահովում է իրակնական։ Ու գայթակղվում է։ Սելի եկեղեցի այնքան վտանգավոր են այս գայթակղության քարերը, ժայռերը, ընկար վրեն թե չէ, կտոր ես լինելու։ Բայց գիտեք իմ համար մի հատ ուրիշ հերոս էլ կա։ Ուրիշ հերոս էլ կա։ Հովսեփը։ Հովսեփը։ Խնդրեմ գաք նվագեք։ Հովսեփը։ Գիտեք 3 գայթակղությունների մեջով անցավ, բայց ոչ մի տեղ չգայթակղվեց։ Ոչ մի տեղ չգայթակղվեց, գիտեք։ Հնարավորությունն էր Դավիթի նման ապրելու ուրիշի կնոջ հետ։ Ասեց լսեք, ես իմ աստորաշ մեղ չեմ գործի, փախավ։ Դրա համար ծեծին բան դրին։ Հետո իրան դիրք տվեցին, իշխանություն տվին, փառք տվեցին։ Չասեց հիմա նայեք ձեր կաշին ոնց եմ քերտելու։ Ինձի բռնիկ ծախեցիք։ Դες հեսա ոնց եմ ձեզ մղկտացնելու, ես դիրք ունեմ։ Գիտեք մեկին տվել են ընդամենը մի հատ չգիտեմ, ջրերի կառավարիչ իրան գյուղապետի տեղ էր սկում։ Անենց էր ման գալիս գյուղի մեջ, որ ինքը կարծես համայնքի ղեկավարն էր։ Գիտեք Հոսեփին դիրք տվեցին, այն էլ փարավոնից հետո ինքն էր ամբողջ Եգիպտոսի վրա։ Չասեց հեսա տես ձեր կաշին ոնց եմ քերտելու աղբերներ։ Լավ էր որ ինձ ծախեցիք, լավ էր որ ես այն զրկանքների կրեցի, լավ էր որ սենց ես ոնց եմ մղկտացնելու։ Գիտեք այսօր մեկին մի փոքր իշխանություն ես տալիս, հիշում եմ 45 թվին մտան Բերլին, հիշում եմ, այս ինչ ինձ 10 տարի առաջ վատություն արես, հատես ոնց եմ տեղը հանելու։ Գիտեք ինք ենքան ֆինանսներ ուներ, բայց ֆինանսները իրա մարդ տեսակը չփոխեցին։ Գիտես գնաց սենակ, հետ եկավ, հաթացվեց բոլորին, ասաց լսեք ես ձեր եղբայրն եմ, ու դուք ճիշտ արեցիք, որ ինձ վաճառեցիք, եթե դուք ինձ չվաճառեիք, այս սովի ժամանակ բոլորդ կորսվելու էիք, ինձ Աստված ուղարկեց այստեղ, մի քիչ բառերով եմ պատմում, Աստված ինձ ուղարկեց այստեղ, որպեսզի այս օրերի համար կարողանամ ձեզ փրկել, բայց գիտեք ինչ դառը գայթակղիչ օրերը անցել, բայց Տիրոջ խոսքը ասում Աստված իր հետ էր։ Գիտեք իմ համար այս բոլոր հերոսների մեջ ամենասենց իմ համար հերոսը դա Հոսեփն է, որ ոչ մի բանից չգայթակղվեց։ Գիտեք ինքը ստրուկ էր։ Կարող էր մտածել, վաու, բինգո եմ բռնել։ Տիրոջս կնիկը սիրարվել է ինձ։ Քեֆ կանեմ իմ համար։ Մեկը բոլորը գիտեն ես մեռել եմ, հերս գիտի ես մեռել եմ։ Բայց գիտեք, ասեց ոչ, ես իմ Աստծո առաջ չեմ մեղանչի։ Գիտեք իրան դիրք տվեցին, բանտում ինքը ղեկավար էր բոլորին, բայց գիտեք գրված չի, որ բանտարկյալներին մղկտացնում է, իրան էր ծառայեցնում։ Այսօր մեկին դնում ես խմբակի ավակ, ասում է, չհասկացես, գալիս եմ խմբակ կոֆեսուրա։ Եղբայր, քեզ դիրեկտոր չէ դրել, քեզ դրել է, որ դու ծառայես, կոֆեն,
իրա թադարեքով վերցրա, իրա զապչասներով վերցրա, գնա, հələ մի բան էլ դու դիր մարդկանց ծառայի։ Յա, ոնց կլինի տենց։ Ես ավակ եմ, ես գնամ թող ինձ ծառայեն։ Այդ ավակ նրա համար չես որ քեզ ծառայեն, ավակ նրա համար որ դու ծառայես։ Երկու օր առաջ ծառայողներից մեկը հարցնում է, ի՞նչ է տալիս ձեզ առաջի շարքը։ Ասում երկու բան։ Ասում ի՞նչ։ Ասի մի հատ ղենջակ, մի հատ էլ տաշտ։ Ուրիշ բան չի տալիս։ Քեզ տալիս է ծառայել մարդկանց։ Չի տալիս քեզ բոսի կարգավիճակ, որ ձեռդ տնես ու բոլորին։ Գիտեք ինչ կա դու տեղ մի նստեք, ընդեղ նստեք, դու գնացեք կոշիկներս մաքրեք, բա վերնաշապիկը սով պետք է հարթուքի։ Դեք դա քեզ այդ կարգավիճակը տրված չի։ Քեզ տրված է որ դու ծառայես։ Երբ ես կարողանում հաղթարել ես բոլոր գայթակղություններին, երբ որ քո դենկան փոխված է Հիսուսի դենկայով։ Այդ դեպքում ես գայթակղություններին դու կհաղթարես, երբ որ քո դենկան Հիսուսի դենկան է։ Ինչ եք մտածում այդ գայթակղությունների վրա չէ գալիս, բայց ինք ամեն ինչի մեջով անցնում է։ Եվ որ մեր դենկան Հիսուսի դենկան է, ինչքան էլ ուզում է քեզ ամենահնեցված գինին առաջարկեն, ամենաթանկանոց սիգար առաջարկեն, ամենաճոխ գիշերային ակումբ առաջարկեն։ Քեզ համար միևնույնն է, ես իմ Աստծո առաջ մեղք չեմ գործի։ Գիտեք, շատ անգամ սատանան գիտեք ինչ անում, համոզում է որ դու ուրիշ դենկա ունես։ Դու մեղավոր դենկա ունես։ Մեղքը քո համար նորմալ է։ Բա դու մեղավոր մարդ ես, բա դու մարմնի մեջ ես։ Դու կարող ես մեղք գործել։ Ինքն էլ համոզում, հա, էլի, դե մարմնի մեջ եմ, էլի կարամ։ Դե մարմինն է, էլի։ Գիտեք, լսեք, դա սատանայի սուտն է։ Այդ մարմինը Աստծո տաճարը է։ Այդ մարմինը Աստծո Սուրբ Հոգու տաճարն է։ Այդ մարմինը մարմին չի որ պղծություններ ու մեղքեր ու չգիտեմ բոլորի վրա մունատ գալով գոռա։ Մի կասեք ինչ ովի երբևիցե չի եղած։ Եղել է որ ծառայողների վրա այս խիստ եմ եղել։ Բայց հաջորդ պահին դեք անես չէ որ այդպես քիթս տնգած արտահայտ գնամ մխկտան։ Հաջորդ պահին եղել է որ գրկել եմ ասում գիտեք ինչ կա, դուք պետք է փոխվեք։ Գուցե այդ պահին խիստ եմ, հիմա էլ ուրիշ դեպի եմ։ Գիտեք այնքան կարևոր է այս ամենը որ մենք հասկանանք, որ այդ մտքերը որ գալիս են, այդ ամեն միտքը չի որ քոնն է։ Բաներ կան որ ուրիշ տեղից է գալիս, նպատակը մի բան է, քեզ վայր գցելու։ Քեզ գցելու այդ քարի վրա։ Գիտեք մեզ մեկ անգամ կանգնած է աշտարակի գյուղերից մեկը Սաղմոսավան կա կոչվում։ Արտաշավան է կոչվում, Արտաշավանում Սաղմոսավ վանք կա։ Այդպես ճիշտ ձևակերպեմ միտքս։ Գիտեք ես կանգնած է տաճարի կողքին։ Գիտեք իր արչևում ոնց որ Շուշիում էր, ցենց կտրուկ ժայռ էր իշտում, այդպես կտրուկ ժայռ է։ Ու ոչ մի ցանկապատ ոչ մի բան չկա, գիտեք։ Ոչ մտածում Աստված իմ, եթե մեկը գա, ու երբ որ դու մի քիչ երկար ես նայում ներքև, անկախ քեզանից ինքը քաշում է։ Ու որ պատկերացնում տակը բոլոր ժայռ է։ Ասեմ եթե մեկը ստեյց մի ներքև, ես չգիտեմ այդ մարդ, ոչ թե չգիտեմ ինչ կլինի, պայթի մարդը այդ քարերի մեջ։ Գիտեք, այդ գայթակղությունները այդպիսին են, քեզ քաշում է։ Քաշում է, որպեսզի քեզ վայր գցի։ Գիտես ինչի նպատակը մի բան է, որ դու քիչ տեղին չի ես բառը, չգիտեմ հայկական չի, որ ծբխվես։ Որտեղ սատանան գիտի դու ով ես։ Սատանան գիտի որ դու քո պաշտոնի ու քո կոշմար մեջ եղար։ Դու իր համար փորձանք ես դառնալու։ Ինքը ուզում է րոպե առաջ քեզանից ազատվի։ Իսկ ինչ անում։ Ուզում է քեզ գայթակղի։ Փողերով, դիրքով, անօրինական կապերով։ Նպատակը որն է, որ դու վայր ընկնես, վայր ընկնես։ Իսկ երբ որ մարդը վայր է ընկնում, այդ մարդը այնքան դժվար է արդեն հետ վերադառնալու։ Այնքան դժվար է հետ վերադառնալու, ուսել չկարողանա էլ վերադառնալ։ Գիտեք, Պետրոսին մի բան ասեց, գոտիդ կապի։ Գիտես, ես ուզում եմ մի բան ասեմ ձեզ, ձեր գոտիները կապեք ու
թույլ մի տվեք գայթակղություն։ Գիտեք, ինչպես Հովսեփը կարողացավ իրականում Աստծո հոգով բոլոր գայթակղություններին հաղթել, դու այսօր կարող ես։ Շրջվի կողքինիդ ասա դու կարող ես։ Գիտես, դու կարող ես։ Դու կարող ես ցանկացած գայթակղության հաղթել։ Հիմա կասես, հովի ո՞նց անեմ ֆինանսական գայթակղությանը, սկսի զոհաբերել, սկսի նվիրաբերել, սկսի մարդկանց օրհնել։ Ո՞նց։ Այո։ Ունես 1000 դրամ, 500 դրամը, 200 դրամը, ասում եմ քեզ այսօր մի հատ հաց առնեմ տամ։ Սկսի օրհնել։ Սկսի դու կառավարել քո ֆինանսները։ Դու ինչ որ ծառայության ղեկավար ես, պատասխանատու ես։ Դու սկսի ծառայել քո մարդկանց։ Քո դիրքը մի ասես որը տնգի առաջ գիտեք ինչ կա, ես ավակ եմ, ես հովիվ եմ։ Դուք պետք է գիտեք ինչ անեք, իմ համար անեք։ Ոչ։ Հիսուսը ինձանից սովորեք, ես հեզ եմ ու սրտով խոնար։ Դու սկսի օրհնել մարդկանց։ Դու ձեռդ տար գրպանդ, հովիվ ջան, ձեռս տանում եմ գրպանս ծակա։ Բան չկա մեջը, կարի։ Կարի գրպանդ, որ մեջը բան մնա։ Գիտեք, մի բան ասեմ, այնքան մարդկանց եմ հանդիպել։ Ասում եմ, ես չհասկացա ոնց մտա նամակագրական կապի մեջ։ Ասում եմ, դες եկա մեծ մարդ ես։ Չհասկացա ոնց քեզ առաջարկ են անում, դու իրան պատասխանում ես, ինքը քեզ առաջարկում ես, վերջերս մեկը նամակ էր գրել ինձ։ Հովի, ոնց անեմ։ Ասի դե բարև քեզ էլի։ Ասի գրելուց առաջ չի գրում հովի ոնց անեմ։ Ախր ինքը գիտեք ամենացավալին որն է։ Որ ինքը ուսանողական տարիներից սիրարված եղել տղայի, ամուսնացել է, արդեն ամուսին ունի, երեխեք ունի, ու հանկարծ, չգիտես մի 15-20 տարի հետո, թե 10 տարի հետո տղան հայտնվել իր նամակ է գրում, ինքն էլ պատասխանում է։ Հետո լացացնում է, մայրս հիվանդ է, կարող ես ինձ փողով օգնել։ Այս խելոքն էլ գնում է վարքա վերցնում։ Տալիս է իրան, հետո փողը ասում արդեն բավական մեծ գումար, այս անգամ էլ սպառնում է։ Եթե հեռախոս չառնես, մարդիկ կասեն։ Ու զանգել է ինձ։ Ասում քո կարծիքով ես ի՞նչ ասեմ քեզ։ Կաղոթեք իմ համար, ասի չէ։ Ինչի համար աղոթեմ քո համար։ Ասես չեմ կարա քո համար աղոթեմ։ Մենակ մի բան կարամ ասեմ, թող Տերը քեզ ողորմություն անի։ Դու պետք է ապաշխարես։ Դու պետք է ապաշխարես ու վերջ։ Ասի դու պատկերացնում ես այդ մեծ գումարին քո ամուսնուն տայի, կամ այդ մեծ գումարը քո ընտանիքի մոտ, ինչքան սիրով կլինեի։ Ասի մայր քեզ եմ սցենարի ինչ ա եղել։ Ասի ամուսնուդ հետ մի փոքր գշտվել եք, մի փոքր նեղացել ես ամուսնուց հետ։ Ու այդ հենց այդ պայն ինքը հայտնվել է ու գրել է կյանքս ոնց ես։ Դու ես վաու։ Մեկը կա որ ինձ կյանքս ասում, լավ եմ սերս։ Ասում դու պատկերացնում ես ինչ է լինելու։ Քեզ տնից դուս էին անելու ամենախայտարակ ձևով, պիտակավորելու քեզ անառակի մեկը։ Ինչ։ Բայց մա ինչ անեմ։ Ասեմ մի բան կարամ ասեմ, ընդհանրապես ինձ Աստծո առաջ ներողություն խնդրի։ Գնա բանկի հետ խոսա, ժամանակ վերցա, պարկերը փագի ու հետ դարձի քո ամուսնուն։ Ուրիշ բան չեմ կարա քեզ ասեմ։ Գիտեք գայթակղություն։ Գայթակղություն։ Որը որ մարդուն կործանում է։ Բայց գիտեք, այս 3 գայթակղության մեջով Հոսեփ անցավ եւ չկործանվեց։ Զորացեք սիրելի եկեղեցի։ Եվ վերջի տեղ ուզում եմ կարդալ եւ կկանգնենք միասին աղոթքի։ Սաղմոս 119 ամենակարճ սաղմոսն է, գիտեք, չէ՞ Աստվածաշնչում։ Ովքեր որ կարդում են, ասում են չէ ամենաերկարն է։ Ովքեր որ չէ, ասում են ամեն, հա։ 119-165 խոսքն եմ ուզում կարդալ։ Քո օրենքը սիրողներին շատ խաղաղություն կա եւ նրանց գայթակղություն չկա։ Երբ որ դու Աստծո օրենքը սիրում ես, ոչ մի գայթակղություն քեզ չի կարա գայթակղել։ Երբ որ դու Աստծո օրենքը չես սիրում,
Մեկը պատահաբար մի քիչ մանրադրամը ավել տա, վաու, էսի մորտությունն է։ Դա քորտությունը չէ, մարդու դժբախտությունն է։ Հորվա վերջում կասան հաշվելուց այդ փողը մնալու է իր վրա։ Այս վերջերս կինս տաքսի է նստում։ Հիմա 2000 դրամանոց կա, չէ՞։ 2000 դրամանոց կա։ 2000 դրամ տաքսու վարորդին վճարում է, տաքսու վարորդը 1000-ի փոխարեն 10000 դրամ սդաչի է տալիս։ Եկել եմ կնոջս վերցնել, ասում եմ սպասեի, ասում եմ ինչ եղա։ Ասում եմ տաքսու վարորդին ասել եմ 1000-ի տեղը 10000-ից տվարի փողը տալ։ Ասում եմ սա գալիս է, սպասի տանք նոր գնանք։ Այս կարար մարդ ասել, վաու, էսի մորտություն էր, վաու, խեղճ տաքսիստը գալա ցելի օր աշխատում էր, կամ փող չէր աշխատում։ Գիտեք, ամեն քայլափոխին գայթակղություն կա։ Ամեն քայլափոխին գայթակղություն կա։ Գիտես, քեզանից է կախված կգայթակղվես թե չէ։ Երբ որ դու Քրիստոսով ես ապրում, գիտես, ինչքան էլ որ գա այդ գայթակղությունը, սկում ես ջրի հատակը, հասնում է վտանգը։ Որտե դու խոնարհվում ես, Տեր, խնդրում եմ, օգնի ինձ։ Եկել է գայթակղությունը, դուրս ծեծում է, խոնարհվում եմ քեզ, անցավ, հա, սնարյադ անցավ գլխից վրա, վերջ։ Հելանք, վերջ։ Գայթակղությունը անցավ։ Գիտես, այդ դեպքում քո կյանքը կփոխվի։ Այդ դեպքում դու օրհնված կլինես։ Որտեղ նորից եմ ուզում ես տեղը կարդալ, քո օրենքը ծիրողներին շատ խաղաղություն կա։ Բայց երբ որ դու գայթակղում ես, խաղաղությունը կորում է, գիտես։ 10000 դրամ ուրիշի փողը, մեկ էլ խոսում է ինքը, գիշերը քնած ես, մեկը բզում է քեզ, հելում դնում ես մարդ չկա, բայց գիտես, այդ գայթակղությունն է։ Գիտես, հանդիպել եմ մարդկանց, որոնք որ գայթակղվել են, գիշեր ցերեկ դա իրանց մտքի մեջ տանջում է։ Խաղաղությունը կորում է։ Բայց երբ որ դու չես տևում գայթակղությանը, քո արսը խաղաղ է։ Եվ Հիսուսը ինչ ասում, ու նրանց գայթակղություն չկա։ Հենց գայթակղությունը գալիս է, սկում են ներքև։ Գայթակղությունը անցավ, հելանք վերև։ Տեսել եք արծիվները ոնց են ձուկ բռնում։ Հա? Բացեք համացանցը, գրեք նայեք։ Ձկները ասած հելում ես, լողում ես դուրսը։ Հենց այդ պայնին գելում է, մեկ էլ արծիվը գալիս է, խփում ու տանում է։ Բայց երբ որ ինքը խորքում է, արծիվը չի կարող իշտ 3 մետր ներքևից ձկան բռնի հանի վերև։ Գիտեք, դա այնա որ հենց մեկին ծառայություն ես վստահում կամ ասում ես, այս բարձրախոսը վերցրե աղոթի, զո ինքը մտածում է, սամի, սկսում է։ Հենց աղոթներն ասում, Տեր Աստված, մեղակ ես, այս մարդը լսում է, որ ինչ աղոթում։ Գիտեք, բաներ կա, որ այդ գայթակղությունը չպետք է թույլ տանք, որ ինքը գա։ Ավելի լավ է մեկ նախադասություն, հոգով շարադրես ու նստես, կամ փորձես ցույց տալ, որ դու 10 րոպե կարող ես աղոթել։ Եվ այնպիսի բաներ ես աղոթում, որ եւ վարդապետական սխալներ ա, եւ աստվածաշնչյան հիմքերի սխալներ ա։ Եվ ասում ես, բայց ինչ չեմ օրհնվում։ Գայթակղությունը, գիտես ինչ անում, սպանում է։ Սպանում է, ոչնչացնում է։ Գիտեք, այդ տեղերը, որ ձեզ ցույց տվեցի, երբ որ գնաս տուն ժամանակ ունենաս, կարդա, տես Բաղամը ինչ պատմության մեջ վերջում հայտնվեց։ Տես Սամսոնը ինչ պատմության մեջ հայտնվեց։ Տես Դավիթը ինչ պատմության մեջ հայտնվեց։ Հետո սուրը մտավ Դավիթի ընտանիք։ Գիտեք, ու մտածում եք, հա դե բանա, գիտեք, դա նա չէ, որ դաշտում աշխատեցի, քրտեսը գնամ այդ լոգան կտունեմ պրծա, վերջ։ Գիտեք, շատ մարդիկ այդպես են մտածում։ Գիտե մատ կասեմ կներես ու պրծա։ Մեկ անգամ մի ազնվորություն խոսում էր դրա մասին։ Ոչ շատ անգամ պրծ ու վերջ չի։ Պրծ ու վերջ չի։ Դու ապաշխարում ես ներում ես, բա հետևանքը։ Հետևանքը ով է կրելու։ Գիտեք, այդ մարդու պատմության մեջ էսպես էր։
Ասում դու պատկերացնում ես մեկը մեքենայով գնում է, տեսնում է միայն մի աղջիկ փողոցով քայլում է։ Ասում իշտում է, բռնաբարում է իրան ու գնում է։ Ասում ես աղջիկը հղիանում է։ Այստեղ էլ ապաշխարում է, ներողություն է խնդրում Աստծուց։ Ասում ինչ է այդ աղջիկը որովանից երեխան անհատացավ։ Ով պետք է դրա հաշիվը տա։ Գիտեք, այդպիսի մի պատմություն եղավ։ Մոտավորապես մի 15, 18, դաժե կարող 20 տարի առաջ։ Ես ծառայում էի այդ ժամանակ աշտարակում ու նաև զուգահեռ մեր գյուղ կար, չեմ ուզում անունները տամ, որպեսզի շատ մարդիկ չփորփրեն ով էր այդ մարդը։ Եվ այդ գյուղից երիտասարդներ կային, որ ես իրանց հետ աշխատում էի, իրեն գալիս մոտ գնում էի, ու մեկը ցենց հպարտորեն պատմում է, ոնց է այդ աղջիկը, ով որ ինքը սիրահարվել է, հասել է նրան, որ անկողին են ունեցել, ու հիմա բոլորին պատմում է։ Ասել է ստով։ Այս ինչ ես անում դու։ Այդ աղջիկը քեզ սիրում էր, չէ՞։ Հա։ Բա դու դե ժամը ասում եմ լսի։ Չեմ ուզում մանրանամ ինչեր եմ արել, բայց ես հասել եմ նրան, Տիրոջ օգնությամբ, որ ինքը ամուսնացավ այդ աղջիկը հետ։ Եվ 3 երեխա ունեն հիմա։ Եվ հիմա իրանք աշտարակում են ապրում, ես վերջերս զանգել էր, ստեղ չէր եղել, իմացել էր իմ պատմությունը, ցավում էր, ուզում եմ քեզ տեսնեմ, ասես թե շտեմ եմ, կարող ես գալ։ Այդ կնոջ, արդեն իր կնոջ ու 3 երեխաների հետ իրանք երջանիկ ապրում են։ Բայց եթե չլիներ իմ նման մեկը ու չօգներ իրան, որ ինքը ճիշտ որոշում կայացներ, ես չգիտեմ այդ աղջիկը գուցե գնար ինքան սպան լիներ։ Գիտեք, բաներ կան, որ դու չպետք է թույլ տաս գայթակղությունը։ Իսկ հետևանքով է գրելու։ Տեսեք, Դավիթի արած հետևանքը, Սամսոնի արած հետևանքը, Բաղամի արած հետևանքը։ Վերջում տեսավ տարբերակ չկա, ասաց արի քեզ խորհուրդ տամ, սենց արա։ Մեկը վերջում անես կբերեց ժողովրդի մեջ։ Ինչի համար? Դրամների համար։ Բայց գիտեք, Հովսեփը 3 գայթակղություն էլ անցավ եւ կանգնած մնաց։ Սելի եկեղեցի մտածեք, սելի մարդիկ ովքեր մեզ կլսեք մտածեք։ Ամեն օր գիտեք գայթակղությունը գալիս է։ Ամեն օր գալիս է։ Խոսեք, դե դուք հովիվ եք, ձեր հետ չի գալի, ձեզ թվում է, նել ոնց է գալի։ Ավելի շատ է գալի։ Թե քո վրա ավտոմատով է գալի, մեր վրա հրետանիով է գալի։ Սկսում ես ավելի շատ զրահապատ լինել, որ չանցնեն ներս։ Շրջվի կողքին ասա, դու Աստծո հզորն ես։ Դու կարող ես, ասա դու կարող ես գայթակղությանը հաղթել։ Դու կարող ես գայթակղությանը հաղթել, որտեղ քո դենկան Հիսուսի դենկան է։ Իսկ երբ որ Հիսուսի դենկան քո մեջն է, դու կարող ես։ Որտեղ քո դենկան թույլ չի տալիս, որ այդ գայթակղությունը գա քո մեջ։ Իսկ երբ որ քո դենկան մեղավոր է, Որ ես կարդում էի, ասում էի Դավիթ ասում է հավքն իր թևով, օձը իր պորտով։ Գիտեք, երբ որ Հիսուսի դենկան քո մեջն է, հավք իր թևով, օձն իր պորտով, քեզ չի կարող գայթակղի։ Ամեն։